Ողջույն սիրելի աշակերտներ եւ հարգելի ծնողներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրինեից այսօր անցնելու ենք վաճառական Ադիբեկի Սարգսյանի Զինվորիկի երգը։ Նկարի շուրջ երեխաների հետ զրուցում ենք, տեսնում ենք, որ փոքրիկ տղան զինվոր է դարձել, աջ ուսին հրացանն է, ցախ ձեռքին ինքնաթիռը, իհարկե այս բոլորը խաղալիք են։ Ցախ ոտքի մոտ հրասայլն է, հիշեցնում ենք, որ տանկին հայերեն ասում են հրասայլ, իսկ աջ ոտքի մոտ հրանոթն է։ Կամ կարելի է նաև գնդացիր ասել։ Երեխաների հետ միասին պատմում ենք, որ փոքրիկ տղան կռիվ է խաղում եւ իր զենքերը ձեռքին հպարտ խրոխտ խաղում է։ Կարելի է կարտալ արդեն երեխաների օգնությամբ։ Կլինեն 1-2 աշակերտներ, որոնք արդեն սահուն ու լավ են կարտում։ Եթե երեխաները դժվարանան, նոր ուսուցիչը կարող է միջամտել։ Զինվոր եմ ես, քայլում եմ, տես, զենքեր ունեմ, զենքեր պես։ Հիշում ենք, որ պես բառն անցել ենք, բացատրական բաժնում գրել ենք, նշանակում է տեսակ, բազմազան։ Երբեմն կարելի է նաև որպես գույնզգույն օգտագործել։ Էլ գնդացիր, ձեզ լավ ծանոթ, էլ ինքնաթիռ, էլ թնդանոթ։ Այստեղ բացատրելուց հետո կարելի է նաև բառակազմական վերլուծության ենթարկել բառերը։ Տանկ էլ ունեմ իմ գրպանում, ափսոս կաշկին ձայն չի հանում։ Ես եմ նրան կռվի տանում, նրա տեղը ձայն էր հանում։ Ես վատի դեմ կանգնել գիտեմ, կռվել գիտեմ, հաղթել գիտեմ։ Ես պստիկ եմ, բայց ճստիկ եմ, հայրենիքի զինվորիկ եմ։ Երեխաների հետ բացատրում ենք յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր տողը եւ ասում ենք, որ երեխան ունի գնդացիր, ցույց ենք տալիս, ասում ենք, որ դա գնդացիրն է։ Էլ ինքնաթիռ, էլ թնդանոթ, տանկ էլ ունեմ իմ գրպանում, ափսոս կաշկին ձայն չի հանում, տանկի ձայնը դուրը չի գալիս երեխայի եւ տեսեք ինքն է տանկի փոխարեն ձայներ հանում։ Ես եմ նրան կռվի տանում, նրա տեղը ձայներ հանում։ Ես վատի դեմ կանգնել գիտեմ, կռվել գիտեմ, հաղթել գիտեմ։ Այստեղ կարելի մի փոքր զրուցել վատի եւ լավի մասին եւ ասել, որ աշխատելու ենք, որ միշտ լավը հաղթի վատին, ինչպես որ հեքիաթներում միշտ բարին հաղթում է չարին։ Ես պստիկ եմ, բայց ճստիկ եմ, հայրենիքի զինվորիկ եմ, զինվորիկ նշանակում է փոքրիկ զինվոր երեխա։ Այժմ բառակազմական վերլուծության մասին, որ ես խոսեցի, գնդացիր բառը բարդ բառ է, գունդ ցրել, գնդացիր։ Ինքնաթիռ, ինքնուրույն թռչել, ինքնուրույն թռիչք, թնդանոթ, թունդ անոթ։ Տանկ բառն էլ ասացինք, որ հրասայլն է, նորից վերհիշում են երեխաները եւ կարելի է արդեն երեխաների հետ միասին գտնեն առարկա ցույց տվող բառերը։ Զինվոր եմ ես, քայլում եմ տես, զենքեր ունեմ, զենքեր պես։ Այստեղից գտնում են զինվոր եւ զենքեր բառերը։ Զինվորը շնչավոր առարկա է, զենքերը անշունչ առարկաներ են։ Գնդացիր, ինքնաթիռ, թնդանոթ, անշունչ առարկաներ են։ Տանկ, գրպան, ձայն, նորից անշունչ առարկաներ են բոլորը։ Կռիվ, ձայներ, երկու առարկա ցույց տվող բառ կար այս քառատողի մեջ։ 5-րդ քառատողում առարկա ցույց տվող բառեր չկան, հիմնականում գործողություն ցույց տվող բառեր են։ Հայրենիք բառը եւ նորից զինվորիկն է կրկնվում 6-րդ քառատողում հայրենիք եւ զինվորիկ։ Նաեւ վերհիշում ենք հատկանիշ եւ գործողություն ցույց տվող բառերը։ Տեքստի մեջ գտնում ենք հատկանիշ ցույց տվող բառերը։ Լավ, կարող ենք նաեւ ասել հականիշը։ Ծանոթ, անծանոթ, հականիշը։ Կարգին, անկարգ։ Վատ, հականիշը կլինի լավ։ Պստիկ, մեծ, ճստիկ, նորից պստիկ իմաստն է արտահայտում, հաստլիկ կարելի է ասել, մեծիկ կարելի է ասել։ Եվ ամենավերջում գործողություն ցույց տվող բառերն են առանձնացնում։ Քայլել, ունենալ,
ունեմ, ունենալ, դարձնում ենք անտեմ, բայ, դեռ երեխաները դրանք չգիտեն, ուղղակի ասում ենք, որ ունենալ բառն է, ունեմ, ինչ անել, ունենալ, հարցը ոչ տանք, իրենք ճիշտ կդասավորեն, ունեմ, ունենալ, չի հանում, հանել, տանում, տանել, հանումը մի անգամ արդեն կրկնել ենք պետք չէ, երկրորդ անգամ, կանգնել, գիտեմ, գիտենալ, կռվել, հաղթել, սրանք էլ գործողություն ցույց տվող բառեր են։ Հիմա վերլուծենք դասը։ Բանաստեղծությունից արտագրում են երեխաները միայն միավանք բառերը, մենք դասը վերլուծելուց հետո նոր կկատարենք այս աշխատանքը։ Ինչ զենքեր ուներ զինվորիկը, թվում ենք հրացան, հրասայլ, գնդացիր, հրանոթ, ինքնաթիռ։ Ինչի համար է զինվորիկին պետք զենքերը։ Զինվորին կամ զինվորիկին զենքերը պետք են հայրենիքը պաշտպանելու համար։ Առաջադրանք մեկն են կատարում ճիշտ լրացնել բաց թողնված տառերը։ Բառերը գրել տետրում։ Այս բառերը կարող են արտագրել, որովհետև բավականին բարդություն ներկայացնող բարդ ուղղագրություն ունեցող բառերը ցանկալի է, որ երեխաները լավ իմանան այդ բառերի ուղղագրությունը։ Լրացնելուց հետո կկաշտանք ուղղահայացողությամբ գրված բառը։ Այ, հայ, մեր ազգության մասին է խոսքը։ Ար-ռատ, հիշում եմ, որ սա Արարատն է, Արարատ։ Մայրենի յն են ավելացնում, Սևան ան են ավելացնում, ուսում, սն են ավելացնում, կրթություն, ուսում, տուն, տն են ավելացնում, հավատ, խոսքը կրոնի մասին է նաև մարդու հանդեպ հավատ ունենալու մասին է, և բանակ, ն ենք ավելացնում, ուղղահայացողությամբ ստացվում է Հայաստան, բառը մի հատ հեն մեծատառ ենք դարձնում, որ Հայաստանը մեծատառ լինի, այս բառերը երեխաները գրում են տետրում, սովորում են ուղղագրությունը։ Կարող ենք նաև առաջարկել երեխաներին տեքստից արտագրել միավանք բառերը։ Պես, ձեզ, լավ, տանկ, իմ, ձայն, ես, եմ, դեմ, այս կաններ, և բայց բառը վերջում ավելացնում ենք։ Եվ առաջադրանք երկրորդն ենք կատարում, հետևյալ բառերով կազմում ենք բառակապակցություններ և գրում։ Պետք է զույգեր կազմել, ճստիկ, զինվոր, ծանոթ, գնդացիր և սուրբ, հայրենիք։ Իրար դիմաց գրում ենք և ստացվում է 3 բառակապակցություն, ճստիկ, զինվոր, սուրբ, հայրենիք, ծանոթ, գնդացիր։ Հրաշք տետրում գրում են առածը շատ գեղեցիկ, ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր տարի դիրքին, պստիկ է, բայց ճստիկ է և սովորում են առածը անգիր, այսինքն ինքը թվում է պստիկ, բայց նրա արած գործը բավականին մեծ գործ է, ճիշտ է ճստիկ է, բայց կարևոր է։ Եվ դարձվածքն ենք բացատրում, փուշը մատից հանել։ Ուղղակի դարձվածքները ունեն փոխաբերական իմաստ և կարող է ուղիղ իմաստով լինել։ Տեսեք, առաջին նկարում ուղիղ իմաստով մայրիկը երեխայի մատից փուշ է հանում, երկրորդ իմաստով, փոխաբերական իմաստով, որպես դարձվածք եթե վերցնենք, փուշը հանել մատից նշանակում է ինչ-որ մի բանով օգուտ տալ, օգտակար լինել։ Տեսեք, փոքրիկ տղան, փոքրիկ զինվորիկը օգնում է մեծ զինվորին վիշապի դեմ պայքարելիս, այսինքն պստիկ է, բայց ճստիկ է։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։